Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդման հերթական թողարկումն է։ Այսօր ձեզ կներկայացնենք Հայաստան համահայկական հիմնադրամի կրթական եւ մշակութային կենտրոնների պահպանման ուղղված ծրագրերը։ Հիմնադրամը շարունակում է տարբեր ծրագրերով բարեկարգել ու պահպանել հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Բարեկարգվել է թանգարանային մասնաշենքի բակը։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք մեր առաջին տեսանյութում։ Այստեղ բան էր լինում, իսկ ջուրը բարձրանում էր, այսինքն լավ վիճակում չէր։ Արդեն վերակառուցված բակում Հարություն Մարությանը հին պայմաններն է վերհիշում։ Ներքին բակի նախագիծը մի քիչ հաջող չի արված եւ դրսից ջուրը անձրևների պարագայում 13 փողրակներով գալիս է ներքին բակ։ Հետո իջնում է ներքև ու այդպես է հեռանում։ Հայաստան համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ վերականգնվել է ներքին բակի տանիքը, փոխվել ապակեցածքն ու վերակառուցվել ջրահեռացման համակարգը։ Այդ հատվածից, որովհետև նաև ֆոնդեր է գնում ջուրը եւ հիմա մենք այդ իմաստով ապահով ենք, սակայն որևէ խնդիր ներքին բակի վերանորոգումից հետո մենք կոնկրետ ներքին բակի հետ կապված մենք որևիցե խնդիր չենք ունեցել։ Շինարարական աշխատանքները տևել են բավականին երկար, քանի որ բակի յուրաքանչյուր հատվածի պահպանման համար անհրաժեշտ էր առանձնահատուկ մոտեցում։ Խնդիր էր դրված այն հատակի սալապատման քարերը պահպանել, որովհետև դրանք որոշակի ճարտարապետական լուծման արդյունք էին եւ համահունչ էին թանգարանի ներսի սալերի հետ։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում ներքին բակը վերագործարկվել է այս տարվա ապրիլից, դառնալով նաև ցուցադրությունների վայր։ Այդտեղ պատերին գրված են տարբեր մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների ասույթները հայոց ցեղասպանության մասին եւ այդ տեսանկյունից այդ բակը նաև ցուցադրության մաս է կազմում։ Ապագայում ներքին բակի լիարժեք գործարկման համար նախատեսվում է կառուցել նաև ջրամեկուսացման համակարգ։ Արամ Խաչատրյան համերգասրահի տարեց եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող այցելուները այլևս դժվարություններ չեն ունենա շենքում տեղաշարժվելիս։ Հիմնադրամը վերելակ է տեղադրել շենքում նրանց հարմարավետությունն ապահովելու համար։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք մեր հաջորդ տեսանյութում։ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղադրված այս վերելակը առավել հարմար եւ դյուրին է դարձրել այցելուների տեղաշարժը։ Շատ լավ օրինակ է այս վերելակը, որ մնացած դահլիճներում, որտեղ որ ճարտարապետությանը չխանգարելով թույլ կտա նմանատիպ վերելակներ կամ թե քարտակներ տեղադրելը, որովհետև դա այսօր ժամանակակից աշխարհում անհամեմատ դրա պահանջարկը շատ մեծ է։ Վերելակը տեղադրվել է Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Առաջնային նպատակն էր աջակցել տարեց եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ստեղծել պայմաններ մշակութային կյանքում նրանց լիարժեք ինտեգրելու համար։ Շատ տեղերում այնպես է, որ պայմանները չեն ներում, բայց մեր այդ աստիճանավանդակը բավականին համապատասխան էր եւ այդ նախագծի շնորհիվ կարողացանք այդ ամեն ինչը իրականացնել։ Այն ժամանակ, երբ համերգասրահը դեռ վերելակ չուներ, միջոցառումներից առաջ կուտակվում էին հերթեր։ Հիմա այս խնդիրը եւս լուծվել է։ Մենք այնպես ենք անում, որ յուրաքանչյուր հանդիսատեսի պարգևենք այնպիսի հիշողություններ, թե ծրագրային, թե միջավայրի առումով, որ իրենք հետաքրքրված լինեն հաջորդ համերգին ներկա լինելու։ Ապագայում համերգասրահի պայմանների բարելավման ուղղված աշխատանքները կշարունակվեն։ Այժմ կզրուցեմ Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի ներկայացուցիչ Մակրիտա Ավջյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ավջյան, Հայաստան համահայկական հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կրթական ճամբար, այսպես ծրագիր է իրականացրել, որը կրում է բնագիտությունը զվարճալի է տես շոշափիր փորձիր խորագիրը։ Ինչու որոշվեց նման ծրագիր իրականացնել եւ որն էր հիմնական նպատակը։ Շատ շնորհակալություն, որ հրավիրել եք մեզ այս ծրագրի մասին խոսելու։ Մենք այս ծրագիրը շատ ենք սիրում համալսարանում եւ մեր շարունակական կրթության կենտրոնում, որովհետեւ այս ծրագրի գաղափարը մի քիչ ավելի շուտ սկսվեց, քան մենք սկսեցինք համահայկականի հետ սա անել։ Մենք հենց Երևանի պետական համալսարանում ունենք ամառային 1 ամսյա կուրս, որը հենց այս խորագրով սկսել ենք 23 թվականին ամռանը
Եվ շատ ենք սիրում այն առումով, որ սա դպրոցը ավարտվելուց հետո, այսինքն դպրոցը մայիսին ավարտվեց, հունիսին երեխաների մեծ մասը դեռ արձակուրդ չի գնացել, ծնողները դեռ չեն գնացել արձակուրդ, եւ երեխաներին զբաղմունք է պետք։ Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանը ունի լաբորատորիաներ եւ հնարավորություններ այդ բազային բնագիտական առարկաների մեջ բազային ինչ-որ մի բան առաջարկելու։ Պարզ է, որ սրանից հետո ոչ ոք չենք ակնկալում, որ հենց այդ 4 շաբաթից հետո դառնալու է ակադեմիկոս։ Բնականաբար երեխաները զուտ ծանոթանում են, թե ինչ հնարավորություններ կան, եւ սա աշխատարան է եւ ոչ թե ամառային դպրոց։ Ես շատ եմ դա շեշտում, որովհետև մենք այստեղ հենց աշխատարանի մոտեցումն ունենք։ Երբ որ մենք 23 թվականի աշնանը տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ եւ Արցախից ունեցանք մեր հայրենակիցների հոսքը Հայաստան, Տիկին Լուսինե Խառատյանը, ով որ շարունակական կրթության կենտրոնի տնօրենն է, գնահատման այցելություններով շատ վայրեր այցելեց այդ ժամանակ, որովհետև կարիքների գնահատում էր իրականացվում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Եվ մենք մտածում ենք ինչ կարելի է անել, որ մենք էլ մեր փոքրլուման այդ հատվածով ունենանք, եւ այդպես առաջ եկավ այն գաղափարը, որ ինչու չփորձել այս բնագիտական աշխատարանը առաջարկել ճամբարի տեսքով, երբ որ մենք մի շաբաթով մի խումբ երեխաների հավաքում ենք մի տարածքում եւ ճամբարը աշխատանը այդպես է տեղի ունենում։ Մենք մշակեցինք ծրագիրը, դիմեցինք համահայկական հիմնադրամին, հիմնադրամը համաձայնվեց եւ անցած տարի առաջին անգամ բյուրականում դա իրականացրեցինք։ Շատ լավ, հետաքրքիր է, քանի աշակերտ է ներգրաված եղել ճամբարում եւ ինչ հիմունքներով են ընտրվել աշակերտները։ Սկսեմ հիմունքներից։ Համահայկական հիմնադրամի հետ բանակցությունների ժամանակ ավելի ճիշտ մենք առաջարկել էինք, իրենք արդեն հստակեցրին դա, որ մենք կարող էինք բյուջեի մեջ ունենալ 60 երեխա, բաժանեցինք 3 խմբերի, ամեն խումբը 20 երեխա էր, 20 երեխայից 16-ը Արցախից տեղահանված ընտանիքներից էին, 4-ը այդ տարածքի տեղի ընտանիքներից էին։ Մոտեցումը, թե ինչպես ընտրել երեխաներին։ Այսինքն տարածքի, որտեղ որ ճամբարը իրականացվում, որտեղից որ մենք բերում էինք այդ երեխաներին, որտեղ որ նրանք Հայաստանում տեղավորվել էին։ Մոտեցումը այն էր, որ մենք ունենք ճամբար, մենք ունենք գաղափար 13-ից 16 տարեկան երեխաների համար։ Իրականում մենք իրենցից չենք ակնկալում բարձր առաջադիմություն, որտեղ մենք դպրոց չենք, մենք ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույց ենք եւ մեզ համար կարեւոր է երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել։ Ուստի մենք չդրեցինք այդ բարձր առաջադիմություն, գերազանցիկություն եւ այլն, մենք պարզապես տվեցինք տարիքային սահմանափակումը եւ երեխաների կամ ծնողների հետաքրքրվածությունը, որովհետեւ եղան երեխաներ, որոնք չուզեցին գալ, եղան ծնողներ, որոնք չէին ուզում, բայց իրենց երեխաներն էին ստիպում, եւ քանի որ ժամկետը շատ սուղ էր, այո, եւ սոցիալապես անապահով ընտանիքների։ Բնականաբար դա պայմաններից մեկն էր։ Եվ քանի որ ժամկետները սուղ էին, որտեղ մենք այդ գաղափարը մինչև հաստատեցինք, մինչև բյուրականը հաստատեցինք, եկավ հունիսը, եւ մենք դիմեցինք մեր գործընկեր տարբեր կառույցների, Աջինիշյան հիմնադրամին դիմեցինք, մարզպետարաններին դիմեցինք խումբ հավաքելու համար։ Առաջի խումբը Սևանի քաղաքապետարանի աջակցությամբ ենք հավաքել եւ դա Սևանի եւ Սևանի տարածքի անպատասխան գյուղերում տեղավորված այդ պահի դրությամբ տեղավորված արցախցիների ընտանիքներից էին եւ 4 երեխա էլ հենց Սևանի գյուղերից էին, Սևանից եւ կողքի գյուղերից։ Երկրորդ խումբը Արմավիրից էր եւ Արմավիրի գյուղերից, երրորդ խումբը Ապարանից էր եւ Ապարանի գյուղերից։ Շատ խառը, շատ հետաքրքիր, շատ խառը խմբեր էին, շատ խառը մոտեցումներով, շատ վառ երեխաներ էին։ Նշեցիք, որ գլխավոր նպատակներից մեկը երեխաների մոտ բնագիտության հանդեպ, բնագիտական առարկաների հանդեպ սեր հետաքրքրություն արթնացնելն էր։ Հետաքրքիր է ինչ ձևաչափով են անցկացվել ուսումնական process-ները եւ արդյոք փորձնական, այսպես շոշափելի դասընթացներ անցկացվել են, թե ոչ, որովհետեւ խորագիրը հուշում է. տես շոշափիր փորձիր։ Շնորհակալություն հարցի համար, դա իմ ամենասիրած հատվածն է։ Վերադառնում ենք մեր աշխատարանի գաղափարին, հա։ Մենք
բոլորս հիմնականում ունենք երեխաներ կամ ընկերների երեխաներ, շրջապատում երեխաներ, որոնք այդ 13-ից 16 տարեկան են եւ գնում են սովորական միջին հանրակրթական դպրոց։ Ոչ բոլոր դպրոցներում է, որ ժամանակ են ունենում ուսուցիչները ու դա ծանրաբեռնվածությունից կարող է գալ եւ այլն, մենք կողքի ենք դա թողնում, ցույց տալ, որ ֆիզիկան, քիմիան, կենսաբանության ցիկլը ամբողջությամբ դա միայն ֆորմուլաներ չեն։ Դա պրոցեսներ են, որոնք որ դու կարող ես ինքդ անել։ Մենք հիմնվեցինք դրա վրա եւ մեր ամբողջ մոտեցումը 80-20 հարաբերակցությամբ 80% շոշափիր, տես շոշափիր, փորձիր, 20%-ը լսիր։ Եվ նույնը ԵՊՀ-ում մենք դա անում ենք լաբորատորիաներում, լաբերում ենք անում։ Բյուրականում մենք արեցինք դա տարածքի համապատասխան սենյակներում, այդ բոլոր անվտանգության կանոններին հետևելով եւ այլն, դա կազմակերպվեց համահայկական հիմնադրամի աջակցությամբ, գնել ենք բոլոր նյութերը, այսինքն մեր երեխաները օրգանական, ոչ օրգանական քիմիայի փորձեր արել են այնքան, ինչքան երևի այդ մի շաբաթվա մեջ այնքան փորձ են արել, ինչքան որ միգուցե ամբողջ կրթության ընթացքում կարող է եւ չհասցնեն անել։ Եվ փորձերը արել են իրենք։ Դասախոսի հետ միասին, լաբորանտի հետ միասին, այդ աջակցությամբ մեր հետևելով, որ ամբողջ անվտանգ լինի, բնականաբար նյութերը ընտրվել են այնպեսին, որ կարելի է դա անել լաբորատորիայից դուրս, այո։ Եվ մենք ունենք շատ տեսանյութեր եւ նկարներ մի քիչ առաջ անցնելով, այս պահը ասեմ, որ բոլոր խմբերի ծնողների հետ մենք ունեցել ենք WhatsApp խումբ եւ անձամբ ես եմ դա ոնց որ վարել, ինչ առումով, որի ծնողները գիտեին առավոտ իրենց երեխաները արթնացան, ֆիզկուլտուրան արեցին, նախաճաշեցին, ինչ օրակարգ ունեն։ Այո, ամբողջը ու տեսել են իրենց երեխաները ինչ են անում այդ լսարաններում։ Այնքան որ դուք ծնողներից արդեն խոսեցիք, հետաքրքիր է նաև ծնողների վերաբերմունքը, որովհետև 13-ից 16 տարեկան դպրոցահասակ երեխաները գուցե մեծամասամբ առաջին անգամ են ճամբար գնում ծնողից առանձին ինչ որ միտեղ մնալու։ Ինչ վերաբերմունք կար ծնողների կողմից։ Դուք միանշանակ ճիշտ եք։ Երեխաների մեծ մասը, այսինքն այդ 60-ում մենք 60 երեխա բերեցինք, 60 երեխաներից երևի 50+ երեխաները առաջի անգամ առանց ծնողի ինքնուրույն տեղ էին գնում 5 գիշեր, դա շատ այսա, իսկ ինչ է դա։ Սա մեր ճամբարի սիմվոլներից մեկն է, որովհետև պատկերացրեք այդ տարիքի երեխաներին ինչքան դժվար, ինչ մեծ պատասխանատվություն է մեզ համար եղել դա եւ ինչքան դժվար կարող է լինել 20 երեխա այդ տարիքի մեջ 13-ից 16 առաջի անգամ ծնողի հսկողությունից դուրս եւ իրենց պատկերացման ազատության մեջ եւ իրենք էլ իրար չեն ճանաչում եւ իրենց էլ պատկերացումները մի քիչ ուրիշ են ճամբարի մասին սա մեր առավոտյան արթնացուցիչներ, շարվելիքներ, ֆիզկուլտուրաներ, աշխատարանի մտնելներ, աշխատարանի դուրս գալներ, սա սիմվոլ էր դարային աստիճանի, որ բոլոր խմբերում կային տղաներ, որոնք փորձում էին սա տանել տուն։ Բայց սա այսպես կախած է եղել միշտ եւ ինչի ես սրան անդրադարձա, ծնողների հետ մենք ունեցել ենք հանդիպումներ, նույնը անելու ենք այս տարի։ Այսինքն մենք եթե աշխատում ենք այս տարի աշխատելու ենք Կոտայքի մարզպետարան ենք արդեն դիմել եւ աշխատելու ենք Կոտայքի 3 հիմնական խոշորացված համայնքների հետ, խմբերը այնտեղից են գալու։ Ավելի երկար ժամանակ ունեինք այս տարի դրան պատրաստվելու։ Ինչ ենք անում մենք։ Մենք հանդիպում ենք խնդրում ծնողների հետ։ Ծնողները իրենց երեխաների հետ գալիս են անցած տարի եկել են քաղաքապետարաններ, այս տարի էլ երևի տենց կանենք։ Եվ մենք ներկայացնում ենք, թե ոնց է այդ ամեն ինչը լինելու։ Ինչ օրակարգով են ապրելու իրենց երեխաները։ Մենք ինչ ենք առաջարկում կրթական եւ կրթականից դուրս, որովհետեւ մեր երեխաները այնպես չի, որ sense մտան աշխատարան փորձայեցին դուրս եկան։ Մենք պատմական վայրեր այցելություններ ունենք։ Բյուրականում մենք բյուրականի աստղադիտարանի հետ պայմանավորվածություն ունեինք։ Մենք ունենք սոցիալական
թերապիայի հատվածներ ունենք, հա, կավագործության ժամ ունենք, կարի ժամ ունենք, այսինքն մենք աշխատել ենք հնարավորինս համապարփակ այդ երեխաների զբաղմունքը ապահովել մինչև խարույկ երեկոյան, հա, ու երբ որ բյուրականում անձրև էր գալիս, ինչպես էին իրենք անհանգստանում, որ բա ոնց է լինելու մեր խարույկը երեկոյան, սպորտային խաղերով, մտավոր խաղերով, սեղանի խաղերով, մենք ունենք համասարանից կամավորներ, ում նախապես ասում ենք պատրաստեք նաև մտավոր զարգացման խաղեր, որ երեկոյան ժամերին այդ զբաղմունքը լինի։ Այսինքն 24 ժամվանից իրենց քնած հատվածը հանած, մնացածը ոչ մի պարապ պահ չկա։ Հա, զբաղմունքները բոլորը չեն, որ ֆիզիկական ակտիվություն են, որտեղ ի վերջո երեխան էլ պիտի, չէ, այդ կորը ունենա իր հանգստանալու, մտորելու, մտածելու, process անելու իր ամեն ինչը, վերահասկանալու, թե այսօր ինչ արեցինք, եւ ամենակարևորը, որ ես շեշտում եմ դրա մեջ, մենք առաջի օրվանից իրենց զգուշացրել ենք, որ իրենք պրոյեկտ հասկացություն են անելու, այսինքն նախագիծ են ունենալու եւ առաջի օրվանից ամեն երեկո ժամանակ են ունենում դրան պատրաստվելու եւ վերջի օրը ներկայացնում են իրենց նախագիծը, թե ինչ են իրենք ստացել այդ 5 օրվա ընթացքում։ Դուք պիտի տեսնեիք մենք ինչ նախագծեր ունեինք։ Հետաքրքիր է Տիկին Ավջյան, խոսենք նաև շարունակականության մասին եւ արդյունքների մասին, հա, ինչպես կգնահատեք, չնայած որ այս տարի եւս լինելու է ճամբար, դա խոսում է արդեն դրական արդյունքի մասին, բայց այնուամենայնիվ հետագա պլաններից։ Այդ շարունակականությունը նաև եկավ նրանից, որ ծնողները ինչ արձագանքներ էին տալիս ծնողները, հա, այդ չաթերը, այսպես ասած, ինչպիսի արձագանքներ կային, ինչ շնորհակալություններ էին հայտնում, որտեղ երեխաների համար դա առաջի անգամ տնից դուրս գալներ եւ դուրս գալներ օգուտով, մենք ունեինք երեխաներ, ովքեր իրենց համար բացահայտեցին թե ֆիզիկան, թե քիմիան, թե պատմությունը, ընկերներ նոր ձեռք բերեցին, շփումներ նոր եղան եւ ծնողները այնքան շատ դրա մասին խոսվեց, որ մենք հետո մտածեցինք միգուցե մենք փորձենք մեկ անգամ եւս դա իրականացնել։ Եվ շատ ուրախ եմ, որ համահայկական հիմնադրամը նորից ոնց որ վերցրեց այդ աջակցությունը տրամադրեց ու ես հասկանում եմ, որ դա այլևս կարող է նաև շարունակական լինել եւ մենք պատրաստ ենք հյուրընկալել ցանկացած հյուրերի մոնիտորինգի եւ գնահատման այցելություններ մեր այդ 3 շաբաթվա ընթացքում եւ կարծում եմ, որ սա այն տարբերակն է, երբ որ մենք կարող ենք ընդլայնել, մենք կարող ենք դրա մասին մտածել։ Այսօր դեռ շուտ է դրա մասին խոսելը, բայց կարող ենք, այո, աշխարհագրությունից եւ քանակ ավելացնել, ժամկետը ավելացնել, ասենք ոչ թե 3 շաբաթ 20 խմբով անել, այլ ընդհանրենք 4 անել մյուս տարիներում եւ այդ պարագայում մենք նաեւ կընդլայնենք աշխարհագրությունը մարզ առ մարզ։ Եվ նաեւ վերջում այս տարվա ճամբարի համար արդեն ընդունելությունը մեկնարկը տրված է։ Այո, բյուջեն հաստատված է, ծրագիրը հաստատված է եւ մեկնարկը ապրիլին այցելություն ենք կատարել Կոտայքի մարզ։ Եթե հարցեր լինեն, թե ինչու Կոտայքի մարզ ասեմ, որովհետև ի տարբերություն անցած տարվա մենք այս տարի ժամանակ ունեինք վիճակագրություն նայելու եւ ըստ վիճակագրության, ինչպես 80-ականների վերջում Բաքու Սումգայիթներից հետո, այնպես էլ այս անգամ Կոտայքի մարզը ամենաշատ ընդունող, ամենաշատ քանակությամբ տեղահանված մարդկանց ընդունողն է։ Ու մենք որոշեցինք, որ այս տարի մենք անդրադառնանք այդ մարզին։ Շնորհակալություն շատ, հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցն էր Երևանի Պետական Համալսարանի շարունակական կրթության կենտրոնի ներկայացուցիչ Մակրիտա Ավջյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։